Բարև ձեզ, ես Փրենի Դավթյանն եմ, այսուհետ ես եւ Սուրեն Պետրոսյանը սկսելու ենք նոր հարց ու պատասխանի ֆորմատ, որը պատասխանելու ենք ձեր հարցերին եւ առաջարկներին, որը դուք գրել եք մեր նախկին էպիզոդների կոմենտներում։ Բարև ձեզ։ Քանի որ սա մեր առաջին թողարկումն է այս ֆորմատով, առաջարկում եմ, որ մենք մեր հարց ու պատասխանը կամ մեր մեկնաբանություններին անդրադարձը սկսենք ըստ հերթականության մեր առաջի թողարկումով, որը, եթե չեմ սխալվում, Հարավային Կորեայի մասին էր եւ Հարավային Կորեայի զարթոնքի եւ վերածննդի մասին, եւ հետագա այդ նույն տրամաբանությամբ կշարունակենք մեր հետագա էպիզոդների կոմենտերին անդրադառնալ։ Այո։ Դե սկսենք, քանի որ մենք ունենք 100-ից ավել կոմենտներ, ես ընտրել եմ 5-ը, որը ամենաշատն են հավանել մեր դիտողները։ Շատ բարի, անդրադառնում ենք մեկնաբանություններին, որը այստեղ արդեն առաջարկ է տրված Սամվել Սարդարյանի կողմից։ Հարգելի Սուրեն, այս պատմական փաստերն ու վերլուծությունները ուղարկենք նաև կրթության նախարարության եւ մեր վարչապետին։ Սամվել Սարդարյանի առաջարկը իրականում տեղին կլիներ այն պարագայում, երբ մենք ունենայինք դրա համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները կամ գոնե նվազագույն պայմանները։ Օրինակ Հարավային Կորեայի պարագայում նրանք ունեին ազգային էլիտա, որը անկախ թե ինչ ճգնաժամային իրավիճակում էր գտնվում իրենց երկիրը, ժողովուրդը, անկախ ամենախորքային եւ ծանր պայմանները, նրանք միևնույնն ունեին ազգային նպատակ, ազգային տեսլական եւ այդ ուղղությամբ համախմբում էին ողջ ազգային ներուժը եւ դրսեւորում կանգ վերականգնվելու համար։ Ցավոք մեր պարագայում մեր իշխանության կողմից իրականացում է այնպիսի քաղաքականություն, որը ուղղված է միայն ու բացառապես համակերպմանը, պարտությանը, նվաստացմանը, այսինքն գնում է միայն բացառապես համակերպման օրակարգ։ Այսինքն այս առաջարկը տալու պարագայում դա ընդհանրապես իմաստ չունի, որովհետև իշխանությունը որպես այդպիսին ոչ այդ նպատակ ունի, ոչ այդ ցանկությունը, հետևաբար նաև նման առաջարկները որպես այդպիսին իմաստ չեն ունենալու։ Շատ բարի, ասում ենք երկրորդ մեկնաբանությանը, որը Արթուր Ավագյանը հիշեցնում է, 96 թվին Կորեայի աշխատաժամերը եղել են 78 ժամ շաբաթական եւ ամենաբարձրն է եղել աշխարհում։ Իրականում մեր պարագայում անգամ 78 ժամը երևի թե չի բավականացնի մեր այսքան կուտակված խնդիրների հաղթահարման համար, իսկ եթե ավելի լուրջ, ապա խնդիրը ոչ թե քանակն է, այլ որակը։ Եվ շատ ավելի կարևոր է ոչ թե ժամերի քանակը, այլ դրանց արդյունավետությունը։ Իսկ դրանից շատ ավելի կարևոր է պետության զարգացման եւ ճգնաժամերի հաղթահարման հստակ տեսլականի առկայությունը, որից հետո նոր գալիս են արդեն արդյունավետությունը եւ ժամերի քանակը։ Այդ առումով կա նաեւ մի հետաքրքիր փաստ, որ աշխարհում շատ զարգացած պետություններ այսօր առաջնորդվում են 20-80 բանաձևով։ Այսինքն, որքան էլ որ դա տարօրինակ թվա, նրանք ներդնում են 20% ջանք եւ ստանում են 80% արդյունք։ Շատ պետություններ, որոնք որ չունեն արդյունավետ կառավարում, ներդնում են 80% ջանք, այդ թվում ավելի շատ աշխատաժամեր, բայց ստանում են 20% արդյունք։ Հետևաբար այստեղ կրկին նորից անդրադառնում են կամ գալիս ենք այն փաստին, որ կարևորը արդյունավետությունն ու եւ նպատակամիտված աշխատանքն է։ Երրորդ հարցը տրվել է Remaster Cities-ի օգտատիրոջ կողմից։ Ինչու կորեացիներին հաջողվեց զարգացնել մինջոք գաղափարախոսությունը, իսկ մեզ մոտ ցեղակրոն շարժումը չկարողացավ կայանալ։ Կցանկանայինք նաև ապագայում ավելի շատ նյութեր տեսնել այս թեմայի վերաբերյալ։ Իրականում այս հարցը շատ կարևոր, շատ խորքային, բայց միևնույն ժամանակ բավականին ցավոտ հարց է, որովհետև մենք երրորդ հանրապետության հենց սկզբից գերադասեցինք մշտապես ձևը բովանդակությանը եւ երբ անգամ 94 թվականին ազատագրեցինք Արցախը եւ կարելի ասել մենք վերածնունդ էինք ապրում եւ այդ ժամանակ ավելի շատ պետք է զարգ տանք ազգային ինքնությանը, պետք է ձևավորեինք ազգային գաղափարախոսություն, որը պետք է լիներ նաեւ մեր ուղենիշը այս ողջ ընթացքում, մենք ամբողջությամբ հրաժարվեցինք դրանից եւ նույնիսկ հենց առաջին նախագահի միջոցով բերվեց այն վտանգավոր օրակարգ եւ խոսույթը, որ ազգային գաղափարախոսությունը դա կեղծ կատեգորիա է։ Եվ այս ողջ ժամանակ մենք ոչ թե ձևավորեցինք մերը կամ զարգացրեցինք մերը ազգայինը, հատկապես երբ մենք ունեինք նոր պետություն, հաղթանակած պետություն, Արցախ ազատագրած պետություն, մենք միևնույնն է գնացինք այն ճանապարհով, որ ուղղակի փորձեցինք վերցնել օտարինը, եթե ոչ օտարին, ապա գոնե ուրիշինը վերցնել, ուղղակի հայլային կերպով տեղայնացնել, որտեղ հաշվի չառնվեց մեր բովանդակությունը, մեր պատմությունը, մեր աշխարհագրական դիրքը, մի խոսքով բոլոր կոմպոնենտները ուղղակի անտեսվեցին եւ հայլային կերպով ներդրվեցին մեր մոտ։ Եվ բնականաբար, երբ դու ինքդ հրաժարվում ես քո
ազգայինից, քո ինքնությունից, քո ընդհանրապես քո ազգային մոդելից պետության դու երբեք չես կարող լինել հաջողակ, երբեք չես կարող լինել զարգացած եւ երբեք չես կարող լինել առավել եւս անվտանգ։ Թեպետ այս ժամանակահատվածում Նժդեյան գաղափարախոսությունը որդեգրել էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը նաեւ տևական ժամանակ իշխանության էր եղել, բայց այնուամենայնիվ այստեղ իրականում Նժդեյան գաղափարախոսության մասին խոսք լինել անգամ չէր կարող, որովհետեւ դա եւս ձևի մասին էր, որովհետեւ կուսակցությունը իր գործունեության հիմքում կամ որպես բովանդակություն երբեք չի եղել այդ արժեքների կրողը եւ չի եղել գետ, չեմ կարծում որ կլինի ինչ որ մեկ օր կարող է ասել որ այդ կուսակցությունը իրականում առաջնորդվել է հենց այդ նպատակներով։ Այսինքն անգամ այս պարագայում գերակայել է բացառապես ձևը, այդ բովանդակությունը չի եղել, անգամ Նժդեյան գաղափարախոսությունը մինչև այսօր ընկալված չի եւ մարդիկ դրա մասին անգամ պատկերացում չունեն դա ինչի մասին է։ Շատերը դրան նայում են որպես ֆաշիստական գաղափարախոսություն, որը խորքային առումով տգիտություն է ուղղակի։ Շատերը դրան նայում են ինչ որ հնացած գաղափարախոսություն, այնինչ Նժդեյան գաղափարախոսությունը իրականում գործիքակազմի մասին է, հավերժ գործիքակազմի մասին, որը թույլ է տալիս ազգին պետությանը մշտապես լինել կենսունակ, մշտապես ճանաչել խաղի կանոնները, առաջնորդվել այդ խաղի կանոններով եւ ամենակարևորը սովորեցնում է հաղթել եւ դրանից հետո նոր կարողանալ փոփոխել խաղի կանոնները։ Իսկ ինչ վերաբերում է այդ թեմային ավելի հաճախ անդրադառնալուն, մասնավորապես ազգային գաղափարախոսությանը, Նժդեյան գաղափարախոսությանը եւ ցեղակրոնին, ապա հետագայում անպայման այս թեմաներին շատ ավելի մանրամասն կանրադառնանք։ Չորրորդ հարցը տրվել է Վալերայից, որոշ երկրներին օրինակներ բերելը իմ կարծիքով կամ շատ անգրագետ քայլ է, կամ էլ պարզապես հարուստների կամ նրանց մերձավորերի ծրագիրն է, ժողովրդին զբաղեցնելու անիմաստ ծրագրերով եւ դատարկ խոսքերով։ Շատ ավելի սխալ կլիներ, որ մենք խոսեինք առանց օրինակների, քանի որ օրինակների մեջ կա օրինաչափություն, կա այլընտրանքային ճանապարհներ եւ կան շատ տարբեր ազգերի, պետությունների կոպիտ սխալներ եւ նաեւ այն նախադեպերը, թե ինչպես է նրանք կարողացել այդ թվացial անհաղթահարելի իրավիճակը հաղթահարել, ոտքի կանգնել, նույնիսկ կարելի ասել վերածնվել։ Հետեւաբար օրինակները շատ կարեւոր են, բայց սա ամենևին էլ նրա մասին չի, որ մենք ուղակի կուրորեն վերցնենք այդ օրինակները եւ տեղայնացնենք հենց մեր մոտ։ Դա մշտապես տանելու է տապալման։ Սակայն կրկին անգամ այլոց փորձ ուսումնասիրելը չափազանց կարևոր է։ Հենց օրինակ գեներալ Պակը, որի մասին խոսվում է Հարավային Կորեայի էպիզոդում, սովորել է Ճապոնիայում, սովորել է այլ մշակույթ, այլ պետության փորձ։ Նա յուրացրեց Ճապոնիայի փորձը, Ճապոնիայի մշակույթը, կառավարման մոդելները, բայց որևիցե պարագայում դա ուղղակիորեն մեխանիկորեն կերպով չտեղայնացրեց Հարավային Կորեայում, այլ վերցրեց դրա կարևոր բաղադրիչները։ Սակայն նա Ճապոնիայի օրինակին առանց ծանոթանալու որևիցե կերպ չէր կարող այդ հաջողությանը հասնել եւ որը հենց ինքը իր մեմուարներում շատ ժամանակ դրա մասին նշում է եւ դրան հատկացնում է առանցքային տեղ։ Մյուս հարցը տրվել է Հայասա օգտատիրոջ կողմից։ Ինչ օգուտ, որը Կորեան երկու մասի է բաժանված։ Հյուսիսում բռնատիրական կոմունիզմն է իշխում, հարավում վայրի կապիտալիզմը։ Այո, իրականում շատ տարբեր են հարավային եւ հյուսիսային Կորեաները, բայց մեր էպիզոդում մենք խոսել ենք Հարավային Կորեայի մասին եւ նկարագրել ենք, թե ինչպես է Հարավային Կորեան կարողացել հաղթահարել այդ ճգնաժամը, խոսել ենք դրա ուղղությունների, ճանապարհների մասին։ Սակայն ամենևին էլ միտք եւ նպատակ չունենք այդ օրինակը դարձնել բացարձակ մեզ համար, որովհետեւ հենց Կորեան ինքը ունի բավականին լուրջ խնդիրներ։ Մեր ամբողջ այս էպիզոդի իմաստը նա էր, որ մենք կարող ենք հաղթահարել ամենաանհաղթահարելի թվացող իրավիճակները, բայց մենք պետք է կարողանանք եւ ունենանք այնքան իմաստություն, որ մենք վերցնենք մեզ համար առավել կարևոր դրա բաղադրիչները եւ տեղայնացնենք մեր համար։ Այ օրինակ, երբ ես խոսեցի, որ պետք չէ բացարձականացնել Հարավային Կորեայի օրինակը, ամենացայտուն օրինակ որ կարելի է բերել, դա նա է, որ Հարավային Կորեայում կա մեծ դեմոգրաֆիական խորքային ճգնաժամ։ 1000 հոգուն ընկած ամուսնությունների թիվը կազմում է ընդամենը 2 կամ 3։ Սա ամենամեծ խնդիրն է, որի առաջ կանգնած է այսօր Կորեան, եւ ունենալով այս խնդիրները շատ ժամանակ շատ մարդիկ նույնիսկ հենց Կորեայի տարբեր գիտական համայնքի ներկայացուցիչներ հարց են տալիս, ապա մեզ ինչներիս է պետք կամ ինչի համար է պետք մեր այսքան տնտեսական
զարգացված լինելը, աշխարհի տասնյակում գտնվելը, եթե մենք չենք կարողանում վերարտադրվել եւ որպես ազգ կարող է նաեւ կենսունակ չլինենք։ Հետևաբար խոսքը եւս մեկ անգամ չի վերաբերում ուղղակիորեն մեխանիկորեն եւ հայլային կերպով ամբողջը տեղայնացնելու մասին։ Իդեպ մի հատ հետաքրքիր մեկնաբանություն ասեմ Հասմիկ Հայրապետյանի կողմից, օդիպես անհրաժեշտ հաղորդում է այս օրերի համար, որը պիտի մեծ տարածում ունենա։ Շատ շնորհակալ ենք Հասմիկ Հայրապետյանին, մենք անպայման բնականաբար կշարունակենք մեր թողարկումները, իսկ եթե դուք ուզում եք աջակցեք այդ թողարկումներին, անպայման տարածեք թողարկումները նպաստելով այս բովանդակության հնարավորինս լայն տարածմանը։ Շնորհակալություն պատասխանների համար։ Այս հարց ու պատասխանի ֆորմատը կշարունակվի։ Կխնդրենք ձեզնից, որ ձեր հարցերը մյուս էպիզոդի համար պատրաստեք, եւ մենք կպատասխանենք մեծ սիրով։